Արդեն երրորդ օրն է Գեղարքունիքի մարզի Ծապատախ համայնքում որոնվում է 3-ամյա Տիգրան Օգանեսովը։ Տիգրանը ընտանիքի 5-րդ երեխան է։ Ինչպես համայնքում են նշում, ծնողները ուշադիր են եղել երեխաների նկատմամբ։ Ծապատախի բնակիչները հետքում են, որ երեխաները կապտուկներով կամ ոչ մաքուր շորերով են գնում մանկապարտեզ։ Վատը պետք չէ խոսել, անապահով ընտանիք են, հայրը հիվանդ է, թող այդ ընտանիքին օգնեն, Արմլուրի հետ ասում են հարևանները։ Իրանք շատ անապահով ընտանիք են, խնդրում ենք, բոլոր գյուղացի կողմից, լրիվի կողմից, խնդրում օգնեցեք իրանց։ Մեղք է, բայց վատը օգնում եք, օգնեցեք, բայց վատը պետք է չի խոսալ, մեղք է։ Ծնողի մատը խառան է, ծնողը ոնց կարա է, ծնողը ինքը այդքան է թորտա իրան երեխին գնակով։ Չէ, ինքը դե ծնող չի, ասեմ, մատը խառնայր, չէ, ինքը տանջվել է, իրոք տանջվել է։ Միջի հիմա էլ այդ կինը տանջվում է։ Ըստ նախնական տեղեկությունների Տիգրանը անհետացել է իրենց տան մոտակայքից։ Վերջին անգամ նրա հետ էր եղել 4-ամյա եղբայրը, որը խոսել չի կարողանում եւ չի կարողանում հայտնել, թե որտեղ են գնացել ու ինչ է պատահել։ Ընտանիքը նպաստառու է, բայց օգնության համար չեն դիմել, սակայն համայնքը մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում նրանց, վստահեցնում է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 26-ին դեռևս անհասկանալի պայմաններում կորել է Գեղարքունիքի մարզի Ծապատախ համայնքի բնակիչ Տիգրան Օգանեսովը։